Արգարժան նախագահող, ազգային ժողովի արգարժան պատգամավորներ, հարգելի գործընկերներ, նախ բարև ձեզ։ Ես ներկայացնեմ Հանրապետության նախագահի աշխատակազմի 2025 թվականի գործունեության հաշվետվությունը հակերճ։ 25 թվականին Հանրապետության նախագահի աշխատակազմին նախագահի լիազորությունների իրականացման ապահովում ծրագրով, մեր ծրագիրը միակն է, նախատեսված է 1 միլիարդ 658 միլիոն 673 հազար դրամ, ճշտված պլանը կազմել է 1 միլիարդ 711 միլիոն 427 հազար դրամ, փաստացի ծախսը կազմել է 1 միլիարդ 627 միլիոն 337 հազար դրամ, ինչը կազմում է ճշտված պլանի 95%-ը։ Ծրագրով իրականացվել են հետևյալ 3 միջոցառումները, դրանցից առաջինը Հանրապետության նախագահի գործունեության եւ ներկայացուցչականության ապահովում, այս միջոցառման տարեկան պլանը կազմել է 1 միլիարդ 669 միլիոն 515 հազար դրամ, փաստացի ծախսվել է 1 միլիարդ 594 միլիոն 234 հազար դրամը, ինչը կազմում է ճշտված պլանի 95.5%-ը։ Տնտեսվել է 75 միլիոն 281 հազար դրամ, հիմնականը հետևյալ հոդվածներով, աշխատանքի վարձատրության ուղղված միջոցներից 10 միլիոն, էներգետիկ, կոմունալ եւ կապի ծախսերի համար նախատեսված միջոցներից 28 միլիոն, գործողման ծախսերից 11.3 միլիոն, տեղեկատվական ծառայությունների գծով ծախսերի համար նախատեսված միջոցներից տնտեսվել է 1.2 միլիոն, ընթացիկ նորոգման եւ պահպանման աշխատանքների համար նախատեսված միջոցներից 2.9, գրասենյակային եւ այլ նյութերից 1.8, ներկայացուցչական ծախսերից 2 միլիոն եւ այլ ծախսերից 18.5 միլիոն դրամ։ Երկրորդ միջոցառմամբ Հանրապետության նախագահի աշխատակազմի տեխնիկական հագեցվածության բարելավում միջոցառման տարեկան ճշտված պլանը կազմել է 41.6 միլիոն դրամ, որից փաստացի ծախսվել է 32 միլիոն 843 հազար դրամ, ինչը կազմում է ճշտված պլանի 78%-ը։ Ստացված 8 միլիոնը տնտեսում է մրցույթի արդյունքում եւ խնայողությունն է։ Պետական կառավարման մարմինների կողմից դիմումներ, հայցադիմումներ, դատարանի վճիռների եւ որոշումների դեմ վերաքննիչ ու վճռաբեկ բողոքներ ներկայացնելիս պետական турքի մասին օրենքով սահմանված վճարներ միջոցառման մասով ճշտված պլանը կազմել է 260 հազար դրամ եւ փաստացի ամբողջությամբ ծախսվել է։ Սա խոսքը վերաքննիչ եւ վճռաբեկ դատարաններ ներկայացված բողոքների համար պետական турքի վճարումներն են։ Տարվա ընթացքում ապահովել է սահմանադրությամբ եւ օրենքներով Հանրապետության նախագահային վերապահված լիազորությունների իրականացումը, մասնավորապես Հանրապետության նախագահը ստորագրել է ազգային ժողովի ընդունած 523 օրենքներ։ Կառավարության լիազոր մարմնի առաջարկությունների հիման վրա 25 թվականին նախագահի կողմից քաղաքացիություն է շնորհվել 25670 անձանց։ Հանրապետության նախագահի հրամանագրերով 25 թվականի ընթացքում դադարեցվել է 4392 անձանց Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը։ Տարվա ընթացքում շքանշաններով եւ մեդալներով Հանրապետության նախագահի կողմից պարգեւատրում է եղել 54 անձի, բարձրագույն դիվանագիտական եւ դասային աստիճաններ են շնորհվել 7 անձանց, իրականացվել են աշխատակազմի կողմից 11 սոցիալական եւ 12 նախագահական նախաձեռնությունների ծրագրեր, որոնց շահառուների թիվը համապատասխանաբար կազմել է 4000 եւ 5500։ 25 թվականին նախագահի աշխատակազմը նախագահի հանձնարարությամբ իրականացրել է մի շարք միջոցառումներ, դրանք աջակցության ծրագրեր են եղել նաեւ մշակութային, գիտական, սոցիալական եւ այլ ոլորտներում, ընդհանուր առմամբ 31 միլիոն 624 հազար դրամ ընդհանուր ծախսով։ 25 թվականին նախագահը իրականացրել է մարզային այցեր, Շունի, Կարագածոտ, Տավուշ, Վայոց ձորի մարզեր, իրականացվել են մի շարք նախաձեռնություններ ու պաշտոնական միջոցառումներ Հանրապետության նախագահի նստավայրում, տարբեր առիթներով հյուրընկալվել են արվեստի ու մշակույթի ականավոր գործիչներ, զինվորական աշխատանություն ունեցող անձիկ եւ աշակերտներ, ուսանողներ։ 25 թվականի ընթացքում Հանրապետության նախագահի կողմից կատարվել է թվով 14 աշխատանքային եւ պաշտոնական այցեր։ Օտարերկրյա գործընկերների հետ հանդիպումների ընթացքում ինչպես առիթ ունեցել եմ տարբեր տարիներին հնչեցնելու անցած տարի եւս Հանրապետության նախագահը ներկայացրել է հանրապետության իրավիճակը, առաջի հերթին անվտանգային տեսանկյունից, տարբեր ոլորտներում
ձեռք բերած արձանագրած հաջողությունները, ներդրում են բարենպաստ պայմանները եւ հնարավորությունները տարածաշրջանում կայուն եւ կտեղական խաղաղության հաստատման ուղղված մեր պետության ջանքերը։ Այցերի ընթացքում հանրապետության նախագահ հանդիպումներ ունենում որպես կանոն ընդունող երկրների հայ համայնքի ներկայացուցիչների հետ, հանդիպումները լավ հարթակ են հանրապետության նախագահի շփումների ընթացքում ներկայացնելու առանձին հետաքրքրող հարցեր նաև հայ համայնքին եւ ինչը զգալի չափով նպաստում է սփյուռք քաղաքացիության շրջանակներում մեր մոտ տեղի ունեցող զարգացումների մասին ամփոփ եւ իրական պատկերի ձևավորմանը։ Արտերկիր կատարած բոլոր այցերի շրջանակներում հանրապետության նախագահը հարցազրույցներ է տալիս տեղական լրատվամիջոցներին եւ միջազգային հեղինակավոր լրատվամիջոցներին նաեւ ինչն իր հերթին նպաստավոր է Հայաստանի եւ տարածաշրջանում առկա իրավիճակի լուսաբանման եւ բարձրաձայնման համար։ 25 թվականի ընթացքում հյուրընկալել է հանրապետության նախագահը բազմաթիվ օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնական պատվիրակությունների, դեսպանների, միջազգային կազմակերպությունների ղեկավարների եւ նրանց նույնպես ներկայացվել է Հայաստանի Հանրապետության դիրքորոշումները տարածաշրջանային խնդիրների եւ զարգացումների վերաբերյալ։ Հակիրճ ամփոփվեմ այսքանը, մեր մեկ ծրագրով երկու միջոցառումներով ըստ էության նախորդ տարիների նկատմամբ գրեթե նույն աշխատանքն է կատարվել, նաեւ առիթից օգտվելով ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ համատեղ համակարգված աշխատանքի համար։ Պատրաստ եմ պատասխանել ձեր հարցերին, շնորհակալություն։ Ձեզ նույնպես շնորհակալություն, պարոն Պողոսյան, հարգելի գործընկերներ, հարցերի համար հերթագրում, խնդրեմ պարոն Բագրատյան։ Շնորհակալություն, նախ զեկույցի համար շնորհակալություն, պարոն Պողոսյան, ինձ հետաքրքրում է արդյոք տարվա ընթացքում եղել են քաղաքացիներ, որոնք դիմել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու խնդրանքով եւ մերժվել է նրանց դիմումը։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն հարցի համար։ Հանրապետության քաղաքացիության շնորհման գործընթացները, ինչպես գիտեք, սահմանադրական կարգավորումներից բացի կարգավորվում են նաև քաղաքացիության մասին օրենքով։ Ընթացակարգերը սահմանված են, որ քաղաքացիները դիմում են սահմանված ընթացակարգերով դիմում են լիազոր մարմին, այն միգրացիայի ծառայությանը, քաղաքացիական միգրացիայի ծառայությանը եւ համապատասխան ուսումնասիրությունների եւ եզրակացությունների հիման վրա արդեն նախագահին ներկայացվում է նախագահի հրամանագրի նախագիծ շնորհելու կամ քաղաքացիությունը մերժելու վերաբերյալ։ Մասնավորապես 2025 թվականի ընթացքում մերժվել են 805 անձանց քաղաքացիության շնորհելու վերաբերյալ դիմումները։ Շնորհակալություն, եւ եթե կարելի է նշեք, այս 805-ի մեջ Արցախայից, Լեռնային Ղարաբաղից բռնագաղթած քաղաքացիներ կան, որոնք դիմել են քաղաքացիության եւ չեն ստացել, ինչ եմ ասում, որտեղ ընդդիմությունը շարունակում է իբրև թե մենք քաղաքացիության համար դիմում են եւ մերժումներ են ստանում։ Կա նման դեպք մեր մոտ։ Շնորհակալ եմ։ Պարոն Բագրատյան, անկեղծ որ լինեմ, մենք նման վիճակագրություն չենք վարում, բայց իմ ունեցած տեղեկատվությամբ գրեթե բացառվում են նման դեպքերը, որովհետև միգրացիա եւ քաղաքացիության ծառայությունը Արցախից բռնագաղթված մեր հայրենակիցների վերաբերյալ գործերը առանձնահատուկ ռեժիմով ամենակարճ ժամանակներում են այում, եւ ես իմ հիշողության մեջ չկա դեպք, որ նման դիտարկումներ լինեն։